Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործը օրերս հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտի մասին եւ գործը արդեն մուտք է գործել հակակոռուպցիոն դատարան։ Արմդուր լրատվականին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը ինչպես արդեն հայտնել էինք, ԿՊԱ-կան պատգամավորի թեկնածու է եղել։ Ավելին, նրա վարույթում է գտնվում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը։ Եվ ահա Հովիկ Աղազարյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել, որ նա լինելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացվելով իշխանական լիազորություններ, այդ կերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք։ 2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Ամավոսյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Ամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր 20,000 ԱՄՆ դոլարը։ Ուստի առաջարկել են այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Հովիկ Աղազարյանը վրթովել է առաջարկից, նշել, որ իրենից նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20,000 ԱՄՆ դոլար գումարը։ Այսպիսով պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել եւ ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը։ Ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվյալ օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Գործը հակակոռուպցիոն դատարանում է, Հովիկ Աղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, կհետևենք այս գործի ավարտին հակակոռուպցիոն դատարանում։